պատվոգրեր, խորհրդանշական նվերներ ու դրամական պարգև։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունն ամփոփում է հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին նվիրված հաղթանակն իմ արխիվներում ու փոքրիկ Արցախը մեծ հաղթանակի համար խորագրերով ստեղծագործական մրցույթի արդյունքները։ Մրցույթը հայտարարվել էր մարտի 5-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն էր։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացված մրցույթի նպատակն է ևս մեկ անգամ արժևորել անցյալի հերոսական էջերն ու մեր կողքին ապրող մարդկանց, որոնք անուրանալի ներդրում են ունեցել հայրենական մեծ պատերազմում։ Ուրախ եմ այս հնարավորության համար, որ ես անձամբ եմ պարգևատրելու հաղթողներին։ Իմ հայրը շատ կարևորում է հայրենական պատերազմի հաղթանակը, որում մեծ գրավական է ունեցել, մեծ ներգործություն է ունեցել մեր հայ ազգը։ Ծառուկյան հիմնադրամը եղել է առաջինը, որ սկսել է աջակցել հաղթանակի հետ կապված ծրագրերին։ Իմ ընտանիքի դիրքորոշումն հստակ է, ամեն կերպ աջակցել, սատարել մեր պատերազմի մասնակից եղբայրներին, որոնց ես միշտ եղբայրներ եւ ընկերներ եմ կոչում։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ է այսօր անձամբ մրցանակները հանձնելը, շնորհակալ եմ դրա համար եւ ես ունեմ հստակ որոշում իմ հոր կողմից ստացած, որ մենք ամեն ծրագիր, որը յոքուտ պատերազմի մասնակից մեր եղբայրների է, մենք անպայման իրագործելու ենք եւ իրագործում ենք։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա կազմակերպիչներին, քանզի մեծ գործ է արվել եւ թող լինի կյանք ու պատիվ մեր հայրենիքի մարտիկներին, ովքեր որ միշտ հայրենիքի պատիվը բարձր են պահել։ Շնորհակալություն։ Մրցույթին մասնակցել են 16-ից 35 տարեկան երիտասարդները, հաղթողներին ընտրել է ժյուրին։ Շնորհակալ եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր դիմեցին մասնակցելու համար, նաև հարկ եմ համարում նշել եւ կարեւորել, որ այս ընթացքում նաև կային ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր կապ էին հաստատում մեզ հետ ու ասում էին, որ նրանք եւս ուզում են մասնակցություն ունենալ եւ իրենց երեխաների, իրենց թոռների հետ միասին իրենց տան արխիվները բացել էին եւ գտել պատմություններ, հետաքրքիր լուսանկարներ եւ հենց այդ կերպ փորձելով եւս մեկ անգամ անդրադարձ կատարել մեր հերոսական անցյալին։ Ի սկզբանե մեր նպատակը հենց եղել է դա, որ մրցույթը լինի միջոց բոլորի համար, որպեսզի նրանք եւս մեկ անգամ ունենան առիթ իրենց տանը խոսելու, իրենց պապերի մասին եւ այդ հերոսական պատմությունները մենք ունենանք հնարավորություն իլուր աշխարհի ցույց տալու։ Շնորհակալ եմ ձեզ, որ ներկա եք այստեղ։ Իհարկե Ծառուկյան ընտանիքի աջակցությունը մեծ է մեր բոլոր կազմակերպած ծրագրերի մեջ։ Հատկանշական է, որ իրենց պապերի պատմությունները ներկայացնելու հնարավորություն ունեցել են նաև մերօրյա հերոսները։ 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած եւ հրաշքով փրկված Սերգեյ Համբարձումյանը հպարտությամբ է խոսում պապի կատարած սխրագործությունների մասին։ Ես ներկայացրեի պապիկիս պատմությունը, որը 1943 թվականից համարել է Թամանյան դիվիզիայի շարքերի 80-րդ դիվիզիայի, երբ որ տեսնում պապիկիս ստացած մեդալները, պապիկիս թողած հիմքը, ես մի քիչ ամաչում եմ իմ համար, այս մրցույթների շնորհիվ, այսպիսի ջանասիրության, այսպիսի սիրով վերաբերվելու ազգին շնորհիվ, այս ամեն շնորհիվ ես իմ պապիկին էլ լավ ջանացի ու շատ-շատերս, մի քանի 100 մարդ էլ ավելի շատ բան իմացավ իր պապիների մասին, ովքեր հայրենականի մասնակիցներ են։ Տարբեր անվանակարգերում լավագույնն են ընտրվել 16-ը։ Մրցույթի հաղթողներին պարգևները Հովհաննես Ծառուկյանն է հանձնում։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հայրենականի 80-ամյա Հոբելյանին նվիրված հերթական միջոցառումը ևս մեկ անգամ հայ ժողովրդի հերոսական պատմություններն արժևորելու եւ այդ դասերը սերունդներին փոխանցելու լավագույն առիթն է։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։